Եկեք միասին պատրաստվենք ֆոտոշութի մայրիկիս հետ։ Այս պատասխանատու առիթով ես որոշել եմ, որ ինքնուրույն կանեմ իմ մեյքափը, հաջորդիվ կանենք Flawless Filter-ը ու այսօր մտածում եմ վերջապես տոնային օգտագործելու մասին։ Տարածում ենք վրձինը, աչքերի տակը կօգտագործենք մուգ կոնսիլեր։ Բամարդ, այս մաշկին տանալնի կքսի, երկու տանալնի ենք իրար խառնելու։ Սպոնժիկով կանցնենք, այդպիսով կհեռացնենք ավելորդ մասը։ Հիմա կանենք թաց կոնտուրինգը։ Վրձինով զգույշ կտարածենք, տեղից շատ չշարժելով, որտեղ որ դրել ենք։ Իսկ հիմա անցանք բաց կոնսիլերին, կդնենք այս սկզբի հատվածներում, շատ քիչ, մեզ շատ պետք չի, և նաև այս տեղները, որ հայացքը ձգենք։ Մոտավորապես մի 90%-ով վստահ եմ, որ ես ալարելու եմ այսքանը մոնտաժեմ և այս վիդեոն երբեք չեմ գցել։ Խաչի ափսոսա, որ դուք չտեսնեք սա, հլնայք ինչ սիրուն հայացքը բացվեց։ Նաև լսել եմ, որ այս թաց վիճակում կարելի է սպոնժիկով հայլայթերը դնել և ինքը ավելի բնական միավորվում է մեյքափի հետ։ Անում ենք պուդրային ձեռքի վրա ենք սկզբում անում, որպեսզի հավասար տարածվի իրա վրա, նոր դնում ենք աչքի տակ։ Նաև սովորաբար չեմ օգտագործում բրոնզեր, ամեն դեպքում, քանի որ պրոֆեսիոնալ տեսախցիկը կոպիտ ասած ուտում է մեյքափը, ոչ ման չէ, հիմա նայում եք, ձեզ կարող է թվա, ոայ շատ է բան, տեսախցիկով էս երևալա, որ ես մեյքափ չունեմ ընդհանրապես։ Մի քիչ ավելի գույն տալ, էս էլ չի երևալ։ Եկավ իմ ամենասիրելի և վտանգավոր պահը, դա կարմիր բլաշն է։ Ընդհանրապես մոռանում ենք այս փոշի տարբերակի մասին։ Միայն կրեմային տարբերակը հերիք է, կրեմը տեն շատ ուժեղ պիգմենտավորված չի, իր հետ լինում է աշխատել, հանգիստ տարածել և վերջնարդյունքում շատ հաճելի կարմիր այս ատյենակը ստացվում է։ Կանենք նաև highlighter։ Իսկ այժմ դուք կտեսնեք այս աշխարհի երեսին չտեսնված մի տուշ։ Այն ամեն օր չեք կարողանալու օգտագործել, ես դրա համար հաճախ իրան չեմ օգտագործում, քանի որ ինքը չի լվացվում ուղղակի։ Հնարավոր է լինում մաքրել միայն շատ յուղոտ հատուկ աչքերի ստոյկի մեյքափը մաքրելու միջոցներով, էդ էլ մի 10 անգամից լողանում ես 3 անգամ չի մաքրվում։ Կարող եք տեսնել, որ իր պիգմենտը բավականին մուգ է, ուղղակի շատ դժվար է լվացվում։ Լիպստիկ կանենք նաև բաց մատիտ այս հատվածում, ես շատ եմ սիրում։ Ավելացնենք Dior-ի Lip Oil-ը, աման արդեն եկավ և անպայման ֆիքսում ենք մեյքափը։ Հենց վերջնական լուքով լինեմ, կգամ մի հատ էլ վերջնական լուքով տեսնեմ, հավան մեկ մայրիկ։ Իսկ նկարները կտեսնեք վաղը։